Պարոն Մանուկյան, նման օրենսդրական նախաձեռնություն չկա, նման նախաձեռնություն եղել է ժամանակին մինչև 2018 թվականը, բայց ես չեմ բացառում, որ նման նախաձեռնություն կարող է եւ լինի, որովհետեւ այդ երեխային երբ որ ղրգում է բանակ, մեր համակարգացին, այդ երեխան պետք է ունենա շոր, ունենա զենք, ճանապարհը, որով ինքը պետք է գնա, պետք է գոյություն ունենա, եւ այլ, եւ այլ, եւ այլ, եւ ներողություն եմ խնդրում, բայց դուք որպես քաղաքական գործիչ կարծում եմ պետք է ընդունեք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մենք բոլորս պետք է հարկ վճարենք, որ մեր պետությունը գոյություն ունենա, դա գոյություն ունի աշխարհի բոլոր երկրներում։ Դե առնվազն տենց օրենսդրական նախաձեռնություն այս պահին չկա, ուստի խնդրում եմ կրկեր հիմա չբորբոքել, երբ որ նման նախաձեռնություն կլինի, կարծում եմ կքննարկենք, դուք էլ շատ ակտիվ մասնակցություն կունենաք։ Ինձ մի քիչ զայրացրեց ու զարմացրեց ձեր խմբակցության ներկայացուցիչի ելույթը, որ իմ մոտ տպավորություն էր, որ ռուսերեն էր գրված տրված իրեն, հետո ինքը բերեց թարգմանել է, այդտեղ ելույթեր ունեցել։ Ես ձեզ խորհուրդ կտամ, ձեր դիրքերը շատ տարբերվում են իրարից։ Մի հատ ներքին քննարկում ունենաք, հասկանաք Հայաստան խմբակցությունը ինչ դիրքորոշում ունի, այնուամենայնիվ հնչեցված տիկին Արեգնազ Մանուկյանի կողմից հնչեցված դիրքորոշման հետ կապված, որտեղ վստահ չեմ, որ բոլոր դիրքորոշումները համընկնում են։ Ինչ վերաբերում է հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ելույթներին, չգիտեմ, երկար մտածեցի, անդրադառնամ, չանդրադառնամ, առավել եւս պարոն Մամիջանյանը որորդ անգամ է խոսում է ստից, հավատալ, չհավատալուց, այն պարագայում, որ դեռ մարդիկ հիշում են Արմենիկումը, հիշում են ես երբևիցե չեմ հավակնելու երկրի ղեկավարի պաշտոնին եւ այլն, հենց որ դրա մասին գոնե մի խոսեք, որովհետեւ Սերժ Սարգսյանը պաշտոնից զրկվեց, կարելի ասել, սուտ խոսալու պատճառով։ Պատճառները շատ էին, բայց մեկը դա էր, երբ որ խաբեց հայ ժողովրդին եւ ասաց, որ ինքը չի առաջադրվելու, որ Արմենիկումից էր խոսում, այդ Արմենիկում 99 թվից էլ չեմ ասում, համացանցում, որ գրում է Սերժ Սարգսյան 10 սուտ, մոտ մի 4-5 հատ տարբեր նյութ է բերում, տարբեր Civilnet-ի եւ տարբեր կազմակերպությունների կողմից արված։ Ուստի խորհուրդ կտամ դրա ստի մասին չխոսել, իսկ մարտի 1-ին խոսելու մասին ներողություն եմ խնդրում, բայց ամոթ է, էլի մարտի 1-ն էլ էր պատճառ, որ ժողովուրդը դուրս եկավ եւ մերժեց Սերժ Սարգսյանին, այն իր արտահայտությունը, որ ճիշտ նշեց տիկին Քլոյանը, որ մարտի 1 դաշ չեղավ, եւս մի հրահրող բան էր։ Ես չեմ հասկանում, դուք դաշ չեք քաղում ձեր սխալներից, պետք չի մեզ քննադատել։ Դուք հələ ձեր բաներից դաս քաղեք։ Եվ վերջում մի բան եմ ուզում ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր գոյություն ունի իդեալական ընդդիմություն։ Ես շնորհակալություն եմ ձեզ հայտնում, դուք իդեալական ընդդիմություն եք։ Եվ եթե Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունը մենք դռները սենց բաց թողնենք, գնանք, դուք մեկը իշխանություն չեք դառնալու։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ձեզ դա թույլ չի տալու։ Բոլոր այն մարդիկ, ովքեր այստեղ են, այլևս իշխանություն դառնալու այս կողմի մասին հնարավորություն չունեն։ Դաշնակցությունը կարող է արանքը ճղի։